Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ապրիլի 5-ին ժամը 2-ին Բոհեմ թատրոնում Ֆրանսիա բնակ գրող Նարգիզի բույրը եւ քոր եկող հոգին գրքերի հեղինակ Ասատուր Հակոբյանը առաջին անգամ իր հարազատ հայ հանդիսատեսին է ներկայացնում խաչմերուկ ստենդափը, որում Ֆրանսիայի եւ Հայաստանի արևելքի ու արևմուտքի խաչմերուկից պատասխաններ է դնելու երբևէ չպատասխանված կամ թյուր պատասխանված հարցերի վրա։ Իսկ թե ինչպես կպատմի մեր հյուրը, ֆրանսիահայ գրող Մարտի 16-ից նաև Ֆրանսիայի Պրյունե համայնքի ավականու անդամ Ասատուր Հակոբյանը։ Լույս առավոտի, պարոն Հակոբյան։ Այո, շնորհավորում ենք նախ։ Շնորհակալություն շատ շնորհակալ։ Ինչ է ձեր համար դա մի քիչ ավելի կմանրամասնեք, ավականու անդամ դառնալը, այն էլ հայրենիքից դուրս մի երկրում, որտեղ շատ երկար ժամանակ իհարկե ապրել եք, ստեղծագործում եք, բայց դա մի ուրիշ զգացողություն է իմ կարծիքով։ Ինչ փոխվեց այս դերից հետո ձեզ մոտ։ Կոնկրետ չեմ զգում դեռ ինչ է փոխվել, որովհետև դեռ իսկ պաշտոնի չեմ անցնել, ընտրվեցի ու եկա այստեղ անմիջապես ընկերներս, ընկերներն իրականում արդեն իրենց աշխատանքին են անցել, ես եկել եմ այստեղ, ինձ ինչ-որ ժամանակ են հատկացրել։ Հպարտություն եմ զգում, մի տեսակ պարծանք անգամ, քանզի ես ինձ եկան դիմեցին, որ գնամ, կարևոր էր իմ ներկայությունը եւ այլն, այդտեղ ինչ-որ Ասատուր Հակոբյանի հպարտությունը չի, հայի հպարտությունն է, որ գնացել ես ինչ-որ մի օտար երկիր, այդ երկրում քո պահանջը զգում են, ասում են կարիք կա ինչ-որ քո աշխատանքի, հպարտություն ու պարծանք, զգում եմ հպարտություն ու պարծանք։ Դա նաև հայ համայնքի համար է, չէ՞, երևի շատ կարող է։ Մեր շրջակայքում հայ համայնք չկա։ Միակ հայը մեզանով են հայերին բացահայտում, լսել եմ, որ հայրենիություն ունի, բայց շփվել են մեր հետ հայերով։ Ինչ որ հայ համայնքի մասին չի գործողությունը, բայց միանշանակ ես այդպիսի ծրագրեր ունեմ, որովհետև Ֆրանսիայում հայտնի գործելակերպ քույր քաղաքներ եւ այլն։ Արդեն ես իրենք դեռ չգիտեմ, բայց ես արդեն իմ մտքում այդ պահերն աճեցնում եմ, ինչպես ինչ-որ Հայաստանի որոշ քաղաքների հետ դառնան քույր քաղաք եւ այլն, համագործակցություն սկսենք։ Վաու, ես վստահ եմ, որ մենք մեր հաջորդ հանդիպմանը շատ կարևոր ձեռքբերումների ու նախաձեռնությունների մասին ենք խոսելու։ Պարոն Հակոբյան, դուք հայտնի եք որպես գրող, բայց եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք հանդես գալու ստենդափ ժանրում, հա, այսպես ասած, գաղափարը ինչպես ծնվեց։ Գաղափարը նորից, գիտեք, մի տեսակ ստացվում է, որ ես ինքս ոնց որ ինքնուրույն մարդ չլինեմ, ես իմ տեսակով շատ ինքնուրույն եմ, գիտեմ ինչ եմ ուզում, բայց շատ հաճախ ինձ, ինչպես ասենք, ավականին եկան ասեցին պետք է քո ներկայությունը, նույնը ստենդափը, նախորդ գրքի քոր եկող հոգին գրքի շնորհանդեսին ինչ որ ճառի կազմել, ճառից հետո գրեթե բոլորը մոտեցան, ասեցին պիտի պարտադիր ստենդափ անես։ Սկզբից մի տեսակ մտքերը այդպեսի ճանապարհ են, չէ՞, ասում սկզբից մի տեսակ ծիծաղալի է, հետո ինչի՞ չէ, արդեն վերջում անխուսափելի։ Այդ этаպներն անցա ու այնքան կրկնեցին, որ արդեն հետ գնացի Ֆրանսիա մի 2-3 շաբաթ հետո, արդեն ինքնաթիռում վստահ գիտեի, որ պիտի հետ գամ ստենդափով, բայց այն ինչ եկել է ուղղակի գրքերով, մի տեսակ հանրությունը տրթեց, որ վերեմ ստենդափ անեմ ու հիմա մի տեսակ ակնհայտ երևույթ է, ինչ առաջ չեմ արել։ Վերնագիրը ինքնին շատ հետաքրքիր է խաչմերուկում։ Ինչպիսի խաչմերուկի մասին է խոսվում, մարդկային, անձնական, թե մշակութային։ Բացենք փակագծը։ Անահիտ ջան, իմ համար մշակույթ ինչ որ տարածաշրջան գոյություն ունի առանց մարդու, մարդ մեքենան, մի տեսակ բնական այդ գեղեցիկ մեքենան, ամեն ինչը շրջապատվում է մարդու շուրջ։ Եթե մենք այդպես չդատենք, իրականում դատողություններ, գաղափարներ, զգացմունքներ չկան, եթե մարդարարածին հանես, այդ ամեն այլ գոյություն չունի։ Մենք ենք մեր մեկնաբանությունն է։ Ստացվում է, որ Ֆրանսիայի ու Հայաստանի խաչմերուկում արևելքի արևմուտքի իմ տեսած մանկության ու այսօրվա տարիների խաչմերուկներում եւ այլն տարբեր մարդկանց խաչմերուկներում, բայց իրականում մարդկային գործոնը որ հանում ես, ոչ արևելք գոյություն ունի, ոչ արևմուտք, որտեվ ինչ որ կենթանական աշխարհը արևմուտք ու արևելք չի սահմանել, մենք ենք սահմանել, որ հարցիդ ավելի կոնկրետ պատասխանեմ, երևի մարդկային հոգեվիճակների խաչմերուկներում։ Լավ, իսկ ում ենք տեսնելու այդ խաչմերուկում ապրիլի 5-ին, հա, այն մարդկանց, ովքեր որ միասին իրանք իրենց ներսում առաջին հերթին կգտնեն շատ հարցերի պատասխաններ, կարծում եմ ինչ թեմաներ են առաջին հերթին բարձրացվելու եւ ով է ներկա լինելու խաչմերուկում, ում եք տեսնում։ Խաչմերուկում ես ինքս մենակ եմ լինելու բեմում, ուրիշ ոչ ոք, այդպես ձեր նման հարազատ լավ մարդիկ են ներկա լինելու, ինչ որ չառանձնացնեմ, տեղում կտեսնեք։ Ինչ եմ տեսնում խաչմերուկում տարբեր բաներ, կուզեի ոչ թե ես ինչ որ փորձեի պատասխաններ դնել, ես փորձում եմ այդ պատասխանները դնել, բայց կուզեի ավելի շատ այդտեղից մարդիկ դուրս գային ոչ թե պատասխաններով, այլ հարցերով։ Որտեվ ասում եմ աշխարհում ամենավտանգավոր մարդիկ են, այն մարդիկ չեն, որ հարցեր ունեն, այլ այն մարդիկ են, որ համոզմունքներ ունեն։ Այսօր այս աշխարհը քանդվել է մի տեսակ համոզմունք ունեցող մարդկանցով, որ երբեք ուրիշ կարծիք հաշվի չեն արել։ Ես կուզեի նորից եմ կրկնում, ոչ թե պատասխաններ դնեի, պատասխաններն ընդունվեին, որպես այդպեսին է, այլ ուղղակի գնային այդտեղից հարցականներով։ Իմ հիմնական նպատակը դա է։
Okay, այսինքն անդրադառնալու ենք, եթե ճիշտ եմ հասկանում, արդի թեմաներ են լինելու, որոնք ասատուրի մատուցմամբ այլ կերպ են ներկայացվելու այդ թեմաները։ Հուսամ, ես ինքս դրան եմ ձգտում, հուսամ, որ ինչ որ նորություն են բերում, նոր մտածելակերպ, մի քանի հոգի ծանոթներ ասում են, որ այդպես է, բայց հիմա ես էլ եմ ասում, իմ միտքը ուրիշ է, ընդհանուր դատարանը կորոշի, մեր ներկաների դատարանը կորոշի։ Արդիական թեման լինելու է, բայց այսօր կան արդիական թեմաներ, որոնք շատ շուտ, այսպես ասած, մոդայից դուրս են գալիս։ Ես ավելի շուտ անդրադառնում եմ այն հարցերին, որ մեր մանկությունից մինչ այսօր մեզ հետապնդում են ու մեր շուրջ են։ Այսօր մի քիչ խնդիրներ կան, մի քիչ մոդայի նորաձևության հետևից վազող մարդիկ շատ արագ էլ նորաձևությունից դուրս են գալիս։ Ես ուղղակի աշխատում եմ այն թեմաների շուրջ, որ կլինի Կարենը, կլինի Անահիտը, կլինի Ասատուրը, թե Պողոսն ու Պետրոսը, իրենց կյանքերում միշտ բախվում են այդ իրավիճակներին, միշտ կրում են իրենց հետ ու այսօր էլի եմ կրկնում, խոչընդոտները մեր առաջ այնքան են դուրս գալու, քան այդ խոչընդոտի իմաստությունը չենք քաղել, չենք գնացել ուրիշ բանի։ Եթե ամեն օր դուրս ես գալիս ու հայտնվում ես նույն խոչընդոտի առաջ, նշանակում է կյանքում բան չես սովորել, իրականում այդ խոչընդոտները հենց ճանապարհներն են, պիտի ուղղակի հարթեն գնանք առաջ։ Հիմա ինչ կսովորենք, ինչի կարադառնանք արդիա, արդիա, որովհետև այսօրվա մեր բաներից եմ խոսալու, բայց իրականում արարքները, որ լավ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ դարեր ու հազարամյակներ շարունակ մարդիկ կրկնում են նույն բաները։ Պարոն Հակոբյան, ձեր գրքերը բավականին փիլիսոփայական են։ Արդյոք ստենդափ այդ ժանրում պահպանվելու է այդ խորությունը։ Ինքս հումորի շուրջ եմ պատտվում, 80%-ը գրեթե 85%-ը գրեթե հումորի շուրջ է պատտվում, բայց լավ հումորը ինքը արդեն փիլիսոփայություն է։ Ես միշտ կրկնում եմ, հումորը այդ նրբություններն, այդ մանրուքներն է, որ ինչ որ չի նկատվում, անուշադիր աչքից փախչում է։ Եթե աչքը տեսնում նկատում այդ բաները, արդեն դրա շուրջ սկսում ենք մտածել, հասարակ խոսակցությունների ընթացքում բավական է մեկի դեմքի միմիկան տեսնել, արդեն այդ դեմքի միմիկան արտահայտել, նկարագրել, զգում ենք, որ դրա մեջ փիլիսոփական մի բան կա։ Փիլիսոփական ասածը մի տեսակ ամեն ինչ ձանձրալի է դարձնում, բայց փիլիսոփական չգիտեմ, ավելի շուտ փորձենք հասկանանք, ասենք խորքերից ենք հարցին նայում, կամ փիլիսոփայության տեսանկյունից, որովհետև փիլիսոփայությունը մի տեսակ մարդիկ կվախենան, թե քնեցնելու ենք բոլորովին, բայց ճիշտ է։ Իսկ հումորը որքանով է օգնում խոսել լուրջ թեմաներից, ըստ ձեզ։ Հենց հումորն է երևի։ Հա, հենց դա Անեջան։ Այս պարագայում։ Անեջան, ես եկել եմ, գիտես, այն եզրահանգմանն եմ եկել, որ այս աշխարհը քանդողները մի տեսակ լուրջ մարդիկ են եղել, ինչ որ լուրջ դեմքերով։ Հումորի զգացում չունեցող։ Այսօր ոչ թե ասում եմ պիտի դառնանք անլուրջ, ուզում եմ ուղղակի այսօր լրջությունը վերասահմանենք։ Այսօր որ մարդը կատակեր տալուց հումորով լավ խոսքերին անդրադառնում եւ այլն, դա իր լրջությունը չի հանում մեր մեջից։ Մարդիկ դուրս են գալիս ինչ որ լուրջ ցիտատներով, գրքերից տարբեր բաներով, ավելի լավ կներ այդ գրքերի տարբեր բաները մի տեսակ մարսեին, նոր արտահայտեն, որտեվ ինչ որ իրանք թվում է թե իրանք ինչ որ լուրջ բաներ են հասկացել, իրանք անգիր արած ուղղակի տեքստը։ Այդ sense ցավը հենց այնա, որ մարդիկ իրանք լրջի դեմքի լրջությունը պատկերացնում են լրջության մեջ, դա կան այդպես չի, հումորն ամենուր պիտի լինի։ Պարոն Հակոբյան, այս ֆորմատը առաջին անգամ է, իսկ ինչ սպասումներ ունեք հանդիսատեսից։ Որ ճիշտ ասեմ, չգիտեմ։ Ոչ մի սպասում, ինչ որ պահա եկել է, որ ուզում եմ արտահայտվեմ, ինչ կտա չգիտեմ, հա, բայց որ ուզում եմ, ասենք, ամեն մեկը մի բան խաղաց դուրս գա, երևի հիմնական նպատակս դա է։ Բայց կարծում եմ, որ ապրիլի 5-ին ստենդափի ավարտին դուք կհասկանաք, որ այս մեկով սահմանափակվել պետք չէ։ Հա չէ, բոլորովին ես արդեն հասկանում եմ, որ սահմանափակել պետք չի, որովհետև արդեն հիմա ես երկրորդ օրն եմ որոշում, այս ընթացքում բանակցությունների մեջ ենք, ճիշտ օր ընտրեմ։ Արդեն համաշխարհային տուր։ Հիմա մի ուրիշ զատիկի կամ մի ուրիշ ինչ որ արարողության վրա չեն գնել, այդ օրն եմ որոշում։ Ապրիլի 7-ից անցեք։ Ապրիլի 7-ին եկել չեն գնել։ Հա, հիմա որ արդեն երկրորդ օրը հաստատ ֆիքսվելու է, դեռ օրը որոշված չի, արդեն մնացածն էլ կցանկանայի մի քիչ մարզերով շրջել, այդ ընթացքում արդեն այս պահին տարբեր փնտրտուքների մեջ եմ, որտեղից սկսենք։ Վաու, շատ լավ է։ Դե իմ կարծիքով Գյումրի երևի։ Իդեպ Գյումրի էիք, եթե չեմ սխալվում, Արմենիայից գրադարանն էիք գնացել։ Ինչ առիթով։ Գրադարանի հիմնադիրը Արտակը շատ լավ ընկեր ու շատ հիանալի անձնավորություն, հրավիրել էր, տեղեկացել էր, որ այստեղ եմ, գնացի, գիրքը նվիրեցի, հիանալի ժամանակ անցկացրեցի հիանալի մարդկանց ընկերակցությամբ ու այդքան։ Շատ սիրելի աջապահյաններ էր այնտեղ կարծում եմ, միայնակ չեք, լավ օր ունեցել եք հաստատ։ Լավ, կրկին անդրադառնանք ստենդափին, հա, ինձ շատ հետաքրքիր է արձագանքը, կարծիքը, ֆիդբեքը, որ ասում են, հա, առաջին ու կարևոր քննադատների, ընկերների կողմից, որոնք համարվում են ձեր ընտանիքի անդամները, ձեր երեխաները, ձեր կինը, երբ որ իմացան, որ նման բան է պլանավորում, ինչպիսին էր արձագանքը, վստահ էին, համոզված էին, թե Չէ, գրեթե մի տեսակ կշտամբանքով վերաբերվեցին, թե ինչի
ավելի շուտ չի անում, տեսակ իրանց համար շատ པարզ էր, երևի միակ մարդը, որ դեռ չէր հասկացել, որ ընդունական ես էի, բոլորը կողքից հասկացել էին, չէ, շատ լավ ընդունվեց, ինչ որ զարմանք, ոչ ինչ որ, ասենք, առաջի անգամ եմ ես բեմ դուրս գալիս, նույնիսկ փորձ չեմ արել, բայց ինչ որ մեկի մոտ այդ կարծիքը չկա, որ լավ կընթանա, լավ կստացվի, չգիտեմ, երևի ես կողքից այդ տպավորությունը թողնում եմ, ինքս չհասկանալով, որ ես այդ տպավորությունը թողնում եմ, չգիտեմ, կտեսնենք ինչ կլինի, բայց միայն քաջալերելուն ասել են հաստատ լավ կլինի։ Բայց արյունտես մենք հասկանում ենք նաև շատ մի կարևոր բան, որ բոլոր նրանք կլինեն ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, ովքեր որ մշտապես ձեզ հուշել են, որ ստենդափի կարիքը կա, մարդիկ իրանք հենց ձեր հետ ամիջական այդ բեմից զրույցի կարիքը շատ ունեն ու արդյոք հնարավորություն լինելու է հանդիսատեսի հետ շփում ստեղծել ստենդափի ընթացքում թե դա այտենց պահիտակ է ստացվի ստենդափից հետո ինչ որ մի հատ փոքր ֆորմատային բան նախատեսված է որ շփվենք բեմից չէ այտենց նախատեսված չի ուղղակի լինելու է իմ խոսքը հանդիսատեսի ուսամցիծարները ու լավ արձագանքը ստենդափից հետո այտենց լինելու ուղղակի այդ հատվածը մի փոքր անակնկալային է այս բանը չեմ ուզում չեմ ցանկանում անդրադառնալ շատ լավ, դի գաղտնիք էլի, արդեն գնում ենք դեպի դա։ Դուք նաև եկել եք մեր շասելի գրքերի հետ, որոնք նաև մեզ եք հանձնել, մեր թիմին եք հանձնել։ Ես ունեմ քոր եկող հոգին, այսինքն դու կվերցնես դա, ես Նարգիզի բույրը։ Չէ, բայց մարդը մեզ բերել է այս գրքել արդեն նույնիսկ գրել։ Սա մերը չի։ Չէ, սա մերը չի։ Սա պարզապես ներկայացնելու համար։ Թողել։ Ահա, մի րոպե, լավ մանեջերմանին ասեց, խնդրում եմ գրքերին մի անդրադարձեք, գրքերը իմն են։ Լավ, շատ լավ։ Բայց եւս մեկ անգամ ներկայացնենք, հիշեցնենք մեր շասելի հեռուստադիտողին գրքերի մասին։ Քոր եկող հոգին Նարգիզի արդեն գրքերի իրենց ճանապարհն անցել են, գոհացնող է, արդեն երրորդը վերջացրել եմ, շուտով երրորդն էլ լույս կտեսնի։ Ելը միշտ ես նորից եմ կրկնում իմ համար մի տեսակ առանցքային էր ամենը գիրքը եւ այլն հիմա որ ես ստենդափով սկսեցի մտածում էի երևի ստենդափի ինչ որ չգիտեմ ինչ որ հրապույրի պահ կլինի հրապուրվեմ ու կանցնեմ նորից իմ գրքերին լինելով նորից իմ գրքերի շուրջ բայց հիմա մի տեսակ որ ստենդափի մեջ խրվել եմ այսպես ասած հասկանում եմ որ գրքերի պես առանցքային են դարձել հիմա արդեն էլ ինչ չեմ պատկերացնում առանց սրա շարունակության հիմա արդեն ըստ երևույթին կգնամ ֆրանսերեն տարբերակներ կանեմ եւ այլն ստենդափի հա հիմա արդեն այնքան ընկղմվել իմ մեջ որ դարել է մի մասնիկ չեմ պատկերացնում որ ուղղակի միայն պիտի բավարարվեմ գրքերով հիմա արդեն ստենդափը գրքերի հետ հավասարազոր քայլում Հետաքրքիր նաև օրինակ այն ինչ որ ներկայացնելու եք Ֆրանսիայում բոլորովին ծրագիրը ինչ որ լինելու ապրիլի 5-ին ամբողջությամբ նույնը այնտեղ է կանել Ֆրանսիայում ամբողջությամբ չէ Ֆրանսիայի համար մի երկու հղկումներ կլինեն բայց հա հիմնական փակագծերը կլինեն որովհետև այսօր անդրադառնում եմ Հայաստանում ինչ աչք ծակող բաներ կա Ֆրանսիայում ինչ աչք ծակող բաներ կա բնականաբար այդ թեմաները իրենց համար հարազատ է լինելու բայց կան որ շատ տիպիկ են հայկական բաներին հայկական միջավայրերին որ ֆրանսիացուն ասես մի տեսակ անձամբ կլինի հա այդ բաները ուղղակի մեջից կհանեմ ասենք այնտեղ պահեր կա որ ներ հայկական էս հայավարի կոչվածի մեջ անձամբ չեմ հավանում բնականաբար ֆրանսիացուն չեմ ասելու որ հայը տեղ կարա իրան այդպես պահի ազգային հպարտության հարց է այդ բաները մեջից անել է բնականաբար շատ լավ շնորհակալ ենք շատ Ասատուր ես եմ շատ շնորհակալ լավ էներգիա համար եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստայտողին տոմսերը դու կարծում եմ դեռ հասանելի են չէ արդեն վերջացել են արդեն կարող եք մասնակցել հաջորդին մարզերինը կարող եք գնալ ինչպես նաեւ հնարավորությունը տվյալ մարզը նորովի բացահայտելու հիշեցնենք ապրիլի 5-ին 14:00 Բոհեմ թատրոնում Ֆրանսիա բանակ գրող Նարգիզի բույրը եւ քոր եկող հոգին գրքերի հեղինակ Ասատուր Հակոբյանը առաջին անգամ իր հարազատ հայ հանդիսատեսին է ներկայացնում Խաչմերուկում ստենդափը դե ինչ մենք կլինենք կվայելենք կծիծաղենք կմտորենք եւ լավ տրամադրությամբ այո կկիսվենք հաջորդ օրը եթերից մեր տպավորություններով իսկ մեր հյուրն Ֆրանսիայի գրող մարտի 16-ից արդեն նաեւ Ֆրանսիայի Բիրունե համայնքի ավականու անդամ Ասատուր Հակոբյանը շնորհակալ ենք շատ Լավ օրվա շարունակություն մնացեք մեզ հետ մեր հաջորդ հյուրերը արդեն այստեղ են քիչ անց նրանց կհյուրընկալենք մեզ մոտ